Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտարարել է ինքը Ալեն Սիմոնյանը եւ հավելել, որ պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոից։ Օրերը դեռ ճշտված չեն։ Մարզամերգային համալիրի տնօրինությունն արգելել է համալիրում Արցախի օրհներգի կատարումը, դրոշի եւ զինանշանի օգտագործումը։ Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը Փաստինֆոյի հետ զրույցում հայտարարել է, թե պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կրկին փոխվել է։ Նրա նկատմամբ սահմանվել է տնային կալանք գրավով ու չբացակայելու արգելքով զուգակցված։ Հունվարի 18-ին նա ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ է արձակվել։ Մեր ձևով շարժման անդամները պաշտոնապես գրանցել են Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու նրա կինը հրավիրվել են գլխավոր դատախազություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է նրանց պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով էլ կազմվել է ամփոփագիր։ Կադրային փոփոխություններ են եղել ներքին գործերի նախարարությունում։ Նախկին մարզպետ Արամ Ղազարյանը կարճ պաշտոնավարեց ոստիկանապետի պաշտոնում։ Նա փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանապետ։ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Կառավարությունը առաջարկում է զինծառայությունից ընդհանրապես ազատվելու կարգ, օտարերկրյա թոփ 50-ում ընդգրկված համալսարաններում սովորելու համար տարեկետում ստացած քաղաքացիներին։ Ազգային ժողովում քննարկվում է նախագիծը։ Ալեն Սիմոնյանը արդարացրել է միլիոնավոր պարգևատրումները։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, թե այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շուր հագնել։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է, եւ նրա վիճակը գնալով վատանում է։ Նախորդին նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Նրա մոտ դրվել է նախնական ախտորոշում՝ սրտամկանի կաթված։